Բարև ձեզ հարգելի հետևորդներ, ես այսօր ունեմ հայտարարություն Քոչարի ազգային վերածնունդ կուսակցության դիրքորոշումը Հայաստանում տեղի ունեցող դեպքերի և անօրինական դատերի պահով։ Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցությունը խստորեն դատապարտում է Միքայել արքեպիսկոպոսի դատապարտումը, մենք համարում ենք այն ոչ միայն անթույլատրելի, այլև վտանգավոր նախադեպ՝ ուղղված հայ առաքելական եկեղեցու հոգևորականների և ընդհանրապես այլակարծիքների լռեցման դեմ։ Սա խայտառակություն է, ժողովուրդ ջան։ Այս դատավճիռը որևէ կապ չունի արդարադատության հետ։ Այն քաղաքական հաշվեհարդարի գործիք է, որի նպատակը երկիրն այլախոհությունից մաքրելն ու հասարակության մեջ սարսափի մթնոլորտ ձևավորելն է։ Այլակարծիքի քրեականացումը սարսափելի հարված է ժողովրդավարության, խոսքի ազատության և ազգային միասնությանը։ Այն ժամանակ, երբ երկիրը խեղդվում է հանցագործությունների մեջ և անպատժելիությունը դարձել է ամենուր տարածված երևույթ, իշխանությունները զբաղված են միայն այլակարծիքների պատժելով։ Սա հստակ ցույց է տալիս, որ իշխանության նպատակն արդարադատությունը հաստատելը չէ, այլ իշխանությունը պահելը վախի և ճնշման միջոցով։ Մեր կուսակցությունը հայտարարում է, որ հոգևոր առաջնորդին ազատազրկելը նրա արտահայտած քաղաքական դիրքորոշման համար նշանակում է հարված հասցնել նաև հավատքին և եկեղեցու ազատությանը։ Սա իշխանությունների կողմից ինստիտուցիոնալ բռնաճնշում է, որը թիրախավորում է ցանկացած այլակարծիք անձի, անկախ դիրքից կամ հանրային ազդեցությունից։ Մենք պահանջում ենք անհապաղ վերանայել և չեղարկել այս դատավճիռը, որովհետև այն ոչ թե արդարադատություն է, այլ քաղաքական հաշվեհարդար։ Ամենայն հայոց պատմության ընթացքում, երբ հայերին ավելի քան 1000 տարի պետականություն չունեին, մեզ պահել է հայ առաքելական եկեղեցին որպես ազգային ինքնության և մշակույթի պահապան։ Պաշտպանական հիմնավորումը Միքայել arczepiskopos Պոզապալյանի հայտարարությունների իշխանության վերաբերյալ պետք է դիտարկել ոչ թե որպես ապօրինի կոչեր, այլև ազգային վտանգի պայմաններում բարձրացված ազգային քաղաքական ահազանգ։ Երբ հայրենիքը կանգնած է իրական սպառնալիքի առաջ, իսկ գործող իշխանությունները գործում են հակազգային ուժերի շահերին ծառայելով, յուրաքանչյուր գիտակից հայի պարտքն է բարձրաձայնել, որ այսպիսի իշխանությունը չունի ժողովրդի վստահության մանդատը։ Հոգևորականը, որպես ժողովրդի բարոյական առաջնորդ, իրավունք և պարտավորություն ունի հնչեցնել այդ կոչը։ Նրա խոսքը բխում է հայրենասիրությունից, ազգային արժանապատվությունից և ժողովրդի ապագայի հանդեպ պատասխանատվությունից։ Ուստի Միքայել arczepiskopos-ի հայտարարությունները ոչ միայն արդարացված են, այլև ազգային անվտանգության և պետական իշխանության պահպանման տեսանկյունից պարտադիր ահազանգ։ Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք կուսակցության վարչություն։